Բարելույս թանկագին Սուրեն ջան, ողջույններ, նաև մեր թանկագին հեռուստադիտողի սիրելիներս, ես շատ կարոտել եմ բոլորիդ, ողջունում եմ, լավ օր եմ մաղթում, բարձր տրամադրության ներքո ուզում եմ ասել, միացել եք մեզ առաջին ծրագրին, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը, սիրելիներս, անկեղծ շատ էի կարոտել ձեզ, եւ այս ընթացքը ինձ ստիպեց, որ այսպիսի համեղ բան առաջարկեմ ձեզ այսօրվա պատրաստման համար, մեզ անհրաժեշտ մի քանի բաղադրիչներ, ուրեմն պետք է պատրաստենք նախուտեստի կամ աղցանի տարբերակ, երկու տարբերակն էլ կարող ենք մենք ուրեմն հրամցնել մեր հարազատներին, մեզ պետք է կարտոֆիլ, մեզ պետք է գունավոր պղպեղ, մեզ պետք է սունկ, այստեղ ունենք հազարի թերթիկներ, որը ընդամենը ձևավորման համար է, ունենք լոլիկ, կիտրոն, սխտոր, մայոնեզ եւ մանանեղ։ Սիրելիներս, շատ բազմապիսի, ուրեմն մթերքներ են, բայց ստացվելու է շատ հետաքրքիր եւ համեղ մի ուտեստ։ Ես պարզապես արագ ներկայացրեցի, որովհետեւ իմ գործընկերը, իմ սիրելի Սուրենը դեռ ձեզ հետ պետք է շփվի, հետո իհարկե կմիանա ինձ եւ միասին ձեզ հետ միասին կսկսենք պատրաստել այս համեղ ուտեստը։ Սիրելիներս, մնացեք մեզ հետ։ Ես խոսքս փոխանցում եմ Սուրենին։ Ողջույն հարազատներս, սիրելիներս, միացեք մեզ առաջին ծրագրին, այսօր պատրաստում ենք շատ համեղ նախուտեստի տարբերակ կամ կարելի է նաև որպես աղցան ներկայացնել այս բաղադրատոմսը, իսկ ինչ է անհրաժեշտ դրա համար, մի քանի բաղադրիչներ, իմիջիայլոց ասեմ սիրելիներս, շատ բարդություն չկա, շատ բազմապիսի, ուրեմն այսպիսի տարօրինակ բաներ չկան, այստեղ ամենապարզ հասանելի մթերքները, կարտոֆիլ, գունավոր պղպեղ, սունկ, լոլիկ, կիտրոն, հազարի տերևներ, որոնք իհարկե վերջում պարզապես ձևավորման համար ենք օգտագործելու, դուք կարող եք նաև սա բացառել, բայց մինչ այս ամենը ուրեմն սկսենք իմի բերել, պետք է մի գավաթ համեղ սուրճ խմել կամ թե նախաճաշ, ամենակարևորը նախաճաշ, մենք այսօր մարզվելու մասին էլ ենք խոսել, իսկ մարզվելուց հետո անպայման պետք է լավ սնվել, ողջույն Սուրեն ջան, ողջույն։ Ես ասում դու արդեն խոհանոցում ամբողջությամբ, հա, այսպես գունազարդել ես, որովհետև երբ որ դու գալիս ես, մեր խոհանոցը ստանում է բազմաթիվ բազմերանգ գույներ։ Ես շատ ուրախ եմ դրա համար։ Այստեղ ես տեսնում նաև մանան է։ Հայերենով ասած գարչիցան։ Այո, հայերենով ասած գարչիցա կամ մանանեղ, իմիջիայլոց նշեմ, որ սա դիժոնական գարչիցան է, այսինքն դիժոնսկա գարչիցա ռուսերենով, հատիկներով, հատիկավոր է նաև, այո, մանանեխի հատիկները մեջն է, որը շատ համեղ է իմիջիայլոց, եւ մենք սոուս ենք պատրաստելու այս համադրությամբ մայոնեզ եւ մանանեղ, սխտոր, կիտրոնի հյութ շատ համեղ է եւ իհարկե հավելելու ենք մեր աղցանի կամ նախուտեստի Հազարի թերթիկներից, որ մի հատ հանեմ, մնում է 999 թերթիկներ։ Մի հատ, երկու հատ կարող ես հանգիստ վայելել այս հրաշք, ուրեմն հազարի թերթիկներ, որը շատ օգտակար է իմիջիայլոց մեր ռացիոնում, մեր ուրեմն սննդակարգում ունենալ։ Так, մնաց 1998։ Ես սկսում եմ կամաց ավելացնել հրաշք համեմունքները, մենք այստեղ էլի պիտի գեղեցիկ սիրուն, այսպես ավելացնենք համեմունքներ, որպեսզի շատ հարուստ համ ստանա մեր աղցանը։ Օգտագործում եմ կարմիր եւ սև պղպեղներ, իհարկե քրքում ենք ավելացնում, այստեղ կարելի է մի փոքր սխտորի փոշի ավելացնել, որ ավելի համեղ լինի այն, եւ իհարկե մի փոքր էլ աղ ենք ավելացնելու, այսպես։ Ահա, եւ թողնենք հանգիստ իրեն համար կարտոֆիլները տապակվեն։ Տապակվելուց հետո շարունակեմ, այսինքն մյուս չափաբաժինը տապակել եւ կավելացնենք այստեղ սունկը Ինչ ես առանձին տապակում Ադրի։ Որպեսզի ավելի լավ կարմրեն, եթե քանակությունը շատ լինի թավայի մեջ, ոչ բոլորը այսպես կթաթախվեն յուղի մեջ եւ ոչ բոլորը կկարմրեն։ Շատ լինի, ես կուտեմ ու բան չի մնա։ Ու մեր ճաշը կիսատ կլինի։ Չէ, Սուր ջան, ամենևին դրա հետ կապված չէ, ես միայն ուրախ եմ, երբ մարդիկ, այսինքն պատրաստած ուտելիքը ամբողջությամբ հաճույքով ուտում են, ես երջանիկ եմ լինում դրանից, էլ խոսքերն ավելորդ են,
այդ առումով։ Ամբողջը պիտի տապակվի, Ամբողջը պետք է տապակվի։ Իմիջիայլոց նշեմ, որ սունկը եւ պղպեղը սիրելիներս միասին միախառնեմ, այսինքն կավելացնեմ թավայի մեջ եւ շատ քիչ կտապակենք, այսպես մի փոքր վախեցնելու կարգի, որպեսզի աղցանի, այո, կամ նախուտեստի մեջ իրենք այսպես տեսքը չփոխվի, տեսքը չփոխվելու համար։ Այ կարծում եմ հիմա շատ լավ է, կարող ենք այս չափաբաժինը դատարկել, ես փորձեմ այսպես ամանիկի մեջ դատարկել այն եւ փորձենք տապակել մյուս չափաբաժինը։ Դուք հասկանում եք, չէ՞, այդ ամանիկը որ տեղադրել Ադրինեն, աչքիցս հեռու շատ։ Ես շուտով կմոտեցնեմ։ Բայց դա չի խանգարի, որ ես մի քիչ ենկոմ գնամ հետո ընթացքում։ Սուրեն, պարզապես ես այդպես արեցի, որպեսզի հարմար լինի։ Ավելացնենք երկրորդ մասը։ Այո, մյուս չափաբաժինը շատ զգուշությամբ ավելացնենք, որպեսզի այսպես անհարմարություն չլինի այստեղ։ Ահա, քանի որ յուղը արդեն համեմված է համեմունքներով, սիրելիներս, մենք պարզապես այստեղ կարելի է շատ աննշան աղ ավելացնել, որպեսզի աղը տեղին լինի ու մնացած համեմունքները էլ չենք ավելացնի։ Դե պատմի տեսնեմ այս ընթացքում որտեղ ես եղել, հանգիստ կամ, չգիտեմ, աշխատանքային process-ի մեջ էր, ինչ էր անում, երբ որ առաջին ծրագիրը գնացել էր արձակուրդ։ Շատ բուրն է եղել այս ընթացքը, Սուրեն ջան, հերոստատիտողին էլ նաև ասեմ, որ շատ աշխատանքային է եղել իմ ընթացքը, շատ տարբեր նախագծերի եմ մասնակցել, շատ գեղեցիկ նախագծերի, որոնք հետո մեր հերոստատիտողը իհարկե ժամանակի ընթացքում կտեսնի, այո, շատ գեղեցիկ եւ ֆիլմի նախագիծ է եղել եւ հերոստաշոուի նախագիծ է եղել եւ իմ անձնական աշխատանքային ընթացքն է եղել, այնպես որ շատ թոուբոյի մեջ եմ եղել, այո, ազատ ժամանակ չեմ ունեցել, բայց երջանիկ եմ, որ հիմա այսպես ասած իմ ապսեում եմ, այսպես ասած, վերադարձել եմ ընտանիք, ամենակարևորը, այո, առաջին ծրագիրը էլի շատ ուրախ եմ, որ եթերում է, ես հույս ունեմ, որ մենք ժամանակը մեզ այսպես բարեգութ կգտնվի մեր նկատմամբ եւ մենք շատ երկար ժամանակ կլինենք եթերում, հույս ունեմ։ Տեսնենք ինչպես կդասավորվի, բայց շատ ուրախ եմ, որ մեր սիրելի հերոստատիտողին ենք նորից փորձելու ուրախացնել, տրամադրությունը բարձր պահել, որովհետեւ նրանք շատ գրում էին այս ընթացքում որտեղ եք, երբ եք վերադառնալու եւ երբ իմացան, որ մենք եթերում ենք լինելու, նրանք շատ այսպես իմիջիայլոց իմ միջոցով քեզ եւ Սոնային լիքը բարևներ են բերել մեր հավատարիմ հերոստատիտողների կողմից։ Դե մենք վերադարձանենք, եթե Ադրինեն արդեն տանն է, համեղություն է պատրաստում, հիմա շատ կարճ դադար կլինի ու նորից կվերադառնանք։ Սիրելիներս, շարունակում ենք մեր աշխատանքը, եւս մեկ անգամ հիշեցնեմ, այսօր պատրաստում ենք շատ թեթև արագ պատրաստվող բաղադրատոմս եւ շատ քիչ բաղադրիչներով, մեզ պետք է կարտոֆիլ, որը տապակվում է, ունենք սունկ, գունավոր պղպեղ, այստեղ լոլիկը եւ հազարը ամենավերջում ենք օգտագործելու թարմ վիճակում եւ իհարկե պատրաստելու ենք սոուս։ Մինչ այս կարտոֆիլը կտապակվի, սիրելիներս, եկեք սոուսը շատ արագ միասին պատրաստենք, ինչ է անհրաժեշտ դրա համար։ Ահա, տեսեք, մենք ունենք այստեղ ուրեմն մայոնեզ, ավելացնում ենք մայոնեզ, Սուրեն ջան, դու մայոնեզ գիտեմ չես օգտագործում առանձնապես, դե եթե աղցանների մեջ, այո, ես էլ աշխատում եմ շատ չչարաշահեմ, քանի որ յուղայնությունը բարձր է, աշխատենք չչարաշահել, բայց այնուամենայնիվ ուտեստներ կա, որոնք անհրաժեշտ են հենց մայոնեզով։ Այստեղ ավելացում ենք մանանեխը, հատիկավոր մանանեխը, որը շատ համեղ է։ Սիրելիներ, չափաբաժին չեմ ասում, դուք ձեր ընտրությամբ, ձեր աչքի չափով, այսպես ասած, այսպես, թողնենք մի կողմի վրա, այստեղ ավելացում ենք կիտրոնի հյութ, ավելացում ենք մեկ բջեղ սխտոր, կարծում եմ սա բավականին մեծ է, կարելի է կիսել նաև, կես օգտագործել, այո, կես բջեղ, քանի որ մեր սխտորիկը մեծ էր, չափով, ահա, բավական է, շատ լավ է կարծում եմ, այսպես, ահա, թողնենք սա մի կողմի վրա և այստեղ ավելացնենք մի փոքր աղ և սև պղպեղ, ահա,
եկեք մի փոքր սև պղպեղ ավելացնենք, անկախ նրանից, որ մանանեխը կծուություն ունի, ոչինչ, մենք կավելացնենք նաև այսպես եւ փորձենք խառնել։ Սուրեն ջան, դու կարող ես շատ զգուշությամբ խառնել, ես կարտոֆիլը կարող եմ արդեն տեղափոխել մեր ամանիկի մեջ։ Ահա, այսպես։ Սա վերջում ենք ավելացնել։ Ամենավերջում, երբ մատուցենք մեր ուտեստը, այդ ժամանակ ավելացնենք եւ հազարի թերթիկների վրա եւ բնականաբար այս հիմնական բաղադրիչների վրա եւ իհարկե կմատուցենք շատ գեղեցիկ ձևով։ Ես գիտես տապակայի որն եմ սիրում նաեւ շատ, որը հիմա մի քիչ դուրս է եկել գործածությունից, բայց միևն է, որ ասում են տնական սոխով, sense լիքը եւ մեծ կտորով կարտոֆիլները որ կանենք։ Սուրեն ջան, դա էլ կանենք։ Չմտածես սիրելիս, որտեղ հիմա ֆրի դարաշրջանն է։ Այո, եւ կարոտում ենք ավանդույթներին։ Իմիջիալոց ես եւ մեր սիրելի օպերատորը Տիգրանը որոշել ենք այսօր առավոտյան վերականգնենք մեր հին ավանդույթները, երբ եթերում շատ համեղ սուրճ էինք պատրաստում եւ միասին ըմպում էինք, այդ սուրճը մեր ամբողջ թիմով մենք ավանդույթները վերականգնելու ենք եւ այլևս մենք եթերում, այո, որպեսզի հեռուստադիտողի տրամադրությունն էլ բարձրացնենք, նրանց ասենք նախ հաճաշեք, պատրաստեք համեղ սուրճ եւ միացեք մեզ առաջին ծրագրին։ Ահա, սիրելիներս, պղպեղը ընդհանրապես մի քանի վայրկյան, այդ վայրկյանն էլ չկա արդեն, հիմա ավելացնենք սունկը, ավելացրեցինք սունկը եւ գնացինք լուրեր, այս պայն կարճ դադար կլինի մեր եթերում ու հետո նորից կվերադառնանք։ Եվս մեկ անգամ բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտող, սիրելիներս, ես այս ընթացքում հասցրել եմ իմ գործերը ավարտին եւ հիմա պետք է իհարկե միասին մատուցենք, փորձենք ձևավորենք ափսեն։ Ահա տեսնում եք, ես հազարի տերևները այսպես ձևավոր լցրել եմ կլորամանի մեջ, ընտրությունը ձերն է թե ինչպիսի ափսե կամ սկուտեղ կվերցնեք։ Հիմա փորձենք մեր շատ համեղ սոուսը լցնել հազարի տերևների վրա, հիշեցնեմ, որ սոուսը պատրաստված է մայոնեզից, մանանեխից, հատիկավոր մանանեխից, կիտրոն կա այստեղ, սխտոր կա, մի փոքր սև պղպեղ, աղ եւ ստացվել է կարծես թե շատ համեղ սոուս։ Ահա լցրեցինք մեր գեղեցիկ հազարի, ձևավոր հազարի վրա եւ հիմա պետք է այստեղ տեղադրենք նաեւ մեր տապակված բանջարեղենները։ Այստեղ ունենք կարտոֆիլ, սունկ, գունավոր պղպեղ, որը տապակեցինք ուրեմն բազմապիսի համեմունքներով, համեմունքների ընտրությունը ինչպես միշտ թողնում եմ ձեզ, ես իմ առաջարկը արել եմ, ահա փորձենք կենտրոնում դասավորել մեր շատ համեղ տապական, այսպես, գեղեցիկ, ինչքան որ կտեղավորվի սիրելիներս, պարտադիր պայման չէ ամբողջությամբ լցնենք ափսեի մեջ, այնպես որ գեղեցիկ է լինի։ Այստեղ շուրջը դասավորենք լոլիկները, այսպես կարող ենք շատ գեղեցիկ առատորեն լցնել լոլիկ նաև։ Ինձ թվում է լոլիկը բոլորիս սիրելի համեղ բանջարեղենն է, այնպես որ դեռ կարելի է օգտվել այս համեղ մթերքից։ Ահա այսպես գեղեցիկ դասավորեցինք եւ նորից այստեղ ավելացնում ենք մեր հրաշալի սոուսը, նույնիսկ կարելի է այսպես ուրեմն չխնայել եւ այսպես լավ լցնել մեր ուտեստի վրա։ Եվ չմոռանանք ամենավերջում ավելացնել մեր ամենասննդարար ուրեմն համեմունքներից մեկը, կարելի է նաև համեմունք կոչել այս քունջութը, ահա, կարելի է նաև սև քունջութ ավելացնել սպիտակ, որպեսզի ավելի հագեցնող եւ սննդարար դառնա մեր օրվա բաղադրատոմսը։ Ահա սիրելիներս, այսպիսի հոյակապ կարծում եմ եւ շատ համեղ եւ սննդարար ուտեստ պատրաստեցինք, այսօրվա առաջարկը այսպիսիներ, սիրելիներս դուք էլ փորձեք, վստահ եմ շատ արագ կստացվի ամեն բան, հասանելի մթերքներ, սիրելիներս դուք էլ մշտապես մնացեք մեզ հետ առաջին ծրագրի հետ, ես շատ սիրում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ եւ Հայաստանում բնակվող եւ Հայաստանի սահմաններից դուրս բնակվող իմ հարազատ, իմ լավ հայրենակիցներ, լավ եղեք,
բարձր տրամադրություն եւ մշտապես մնացեք մեզ հետ առաջին ծրագրի հետ։ Ես խոսքս փոխանցեմ Սուրենին եւ ձեզ լավ օր մաղթեմ։ Լավ մնացեք։